Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Հիշողություն, քաղաքացիություն ու քաղաքագիտություն սիմպոզիում ասոցիացիան Western Armenia շաբաթ հաթերթին 97-րդ համարն այդուշ եկալ։ Կարել չնք պարտադրանքավ մնի մտնիկ մի երգիր վերետա օզում չի, մունք փակուղումնք Արցախը հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է, Պատրիկ Տոնապետյան, Արևմտյան Հայաստանը հանդիպում Կոմիտասի տոն, Զավեն Խաչիկյանի լուսանկարն Ամերիկայում խուսլականն Արցախա տեղահանվածներին ու ջերմություն տալի մասին, ունենալուն 3 հատ պետ ու 9 հատ մոկ գույնի մույթեր, նախագիծը վերականգնում է հուշարձանը շատ մեծ վնաս է հասցրել արդեն Անահիտ Արխանյան։ Բաքվի խորհրդարանում նորից սպառնալիքներին հնչալ Հայաստանը հասցեին, Մարալնա Յուրան Պապան Արցախումը հեքիաթը մեր կյանքի պատմությունն է, Մարինե Չարշավճյան։ Գիտաժողով քննարկում հայերի ցեղասպանության, Արևմտյան Հայաստանը ու Արցախահայերի իրավունքների վերաբերյալ հիշողության, քաղաքացիության ու քաղաքագիտության սիմպոզիում ասոցիացիան նախագահ Ֆրանսուଆ Միլիոն Ռուսոյի, Մինգել Արևմտյան Հայաստանը պատգամավորն Վրեժ Աբրահամյանի, Ժան Ղազարոսյանի նախաձեռնությունով կազմակերպում է գիտաժողով քննարկում նվիրված հետևյալ թեմաներին՝ հայերի ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանը, Արցախահայերի իրավունքներն, Ֆրանսիայի դիրքորոշումը, հրավիրված բանախոս Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի նախագահ։ Գիտաժողովին վաղտը ներկայացվելա կան տարբեր երկրների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման թեզա մեխանիզմները, հիմնվելով հետևյալ հայտարարության իրան։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարում ավեր հայ ժողովուրդը 1894-ից 1923 թվերին ընկած ժամանակահատվածում ենթարկվել է ցեղասպանության, վերիրագործվել է Արևմտյան Հայաստանում թորք կառավարությունների կողմից։ Քննարկման վաղտը եւս մեր հետ վերահաստատվելու են Թուրքիայի տարբեր պետությունների ու միջազգային կառույցների իրավական պարտավորություններն հայ ժողովրդի Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Խոսվել է նաև ընթազա մարտահրավերների ու խնդիրների մասին, որոնց բախվում է հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում ու Արցախում իրան պետականության վերականգնման, Մինգել ռազմավարական, իրավական ու քաղաքական մեխանիզմների իրագործման գործընթացում։ Երկուշաբթի 2025 թիվ դեկտեմբերի 15-ին ժամը 7-ին La Maison des Associations de Bruxelles կան խնդրում ենք հաստատիկ ձեր մասնակցությունը նամակ ղրկել Western Armenia TV-ին էլեկտրոնային հասցեին։ Գիտաժողովը ավարտվելու է բարեկամության բաժակա ճառով։ Western Armenia, Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթի 97-րդ համարն այդուշ եկալ կարդացողների ներկայացնելա մի քանի հետաքրքիր ու արժեքավոր հրապարակումն է։ Թեզը համարումը ընդգրկված են հետևյալ նյութերը՝ Արևմտյան Հայաստանը միջազգային կազմակերպությունն Լիդիա Մարկոսյանի հեղինակությունով, Արցախ պիտի ետ դառնանք հայրենիք խորագրավը, Հրանտ-Դինքի հիմնադրամի կրթական ծրագրերի շարունակությունը, շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, թուրքերեն ու ֆրանսերեն լեզուներով Western Armenia TV-ին սայտում։ Արցախը հայկական մշակութային ժառանգությունը Բաքվի ռեժիմի օկուպացիայի ներքո լուրջ վտանգի տակի է։ Ֆրանսիահայ գիտնական Պատրիկ Տոնապետյանի նսելավը Բաքվի նպատակն է զրկել արցախահայության ու իրան վեղի ու ժառանգության հետ կապան, ինքը ընդգծում ավեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ ԱԼԻՖ-ը կարել չեն միջամտին առանց Բաքվի համաձայնության։ Արցախը հայկական մշակութային ժառանգությունը գտնում է Բաքվի ռեժիմի կողմից օկուպացված տարածքում վերաթշնամական տրամադրված դրա նկատմամբ նշում է Տոնապետյանը։ Իր նսելավը գիտնականների հիմնական նպատակը մեհենք տեղեկություն տարածելն է, նշանստալավ հայկական ժառանգության արժեքն է, դրա իրանգործված ավերածությունն։ Տոնապետյանը հիշեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարեգործել մենակ տվյալ երկրի խնդրանք ավուստի արտաքին միջամտությունը համարյա թե անհնար է։ Նույն սահմանափակումը գործում է նաև ԱԼԻՖ-ի դեպքում։ Գիտնական նշում է, որ Բաքվի ռեժիմի կողմից հայկական ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը շարունակվում է տասնամյակներ։ Նախիջևանում հարյուրավոր հուշարձաններ լրիվ վերացվելն, իսկ վերջին տարիներին Բաքուն փոխել է մարտավարությունը փորձելով ժխտել հուշարձանների հայկական ծագումը։ Օրերս Արևմտյան Հայաստանը մեր ներկայացուցիչը այցելություն է արել Կոմիտասի տուն թանգարան շտեղպեցվալ նամակն է Վիլ Ժուիֆից խորագիրը գրող ցուցադրությունը։ Ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր նամակներ, վեր հնարավորություն ընձեռնում թեզա հստակ տեղեկություն ունենալի Կոմիտաս վարդապետի կենսագրությանը վերաբերող որոշ մանրամասներին։ Ցուցադրությունը նվիրված արել Կոմիտաս վարդապետի մահվան 90-ամյակին, միաժամանակ նշվել է տոն թանգարանի հիմնադրման 10-ամյակը։ Թանգարանի տնօրեն Լուսինե Սահակյանն շնորհակալություն է հայտնել Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը իրանց ներկայության ու գործունեության հետի։ Նոյեմբերի 16-ից 23-ը Սան Ֆրանցիսկոյի միջազգային արվեստի թանգարանում International Art Museum of America կայանալու է ճինանչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրով» խորագրավ ցուցահանդեսը։ Հունցը տեղեկացանք լուսանկարիչան կազմակերպիչը Սան Ֆրանցիսկոյի Golden Gate հայկական ֆիլմերի երկրորդ փառատոնն Estia-Robia հիմնադրամի քյոմագյավը։ Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրով» խորագրավ ցուցադրության հիմքում 2020 թվականի 44-օրյա կռվի արդյունքում Հայաստանում վերաբնակեցված Արցախից տեղահանվածներին հումանիտար
Քյոմեգի գաղափարն է։ Լուսանկարիչը պարզաբանում է անհրապույր, կիսաքանդ, յուրանց կացարանների պատերից փրկված մի պատառի գորգի ընտանեկան լուսանկարների ներկայացումը բռելի հույսի լուսավոր շողերն են։ Մարդկանց ապրումակցելու կոչ, հյուրանարխիվները վերանայելի հրամայական ու որպես արտիստ արձագանքելի առաջարկ։ Արվեստի միակ պարտադրանքը հետևյալ պատգամն է՝ սեր ու ջերմություն բերել այդ օջախներ, ապրել սիրով։ Իսկ թախեա ցուցադրություն տեղ ունենալու Golden Gate հայկական ֆիլմերի երկրորդ փառատոնի շրջանակներում սա էլ է հեղինակի ձևակերպմամբ հետևյալ բացատրությունը։ Ցուցադրությունը կարելի է եշել որպես մունք նախագծի շրջանակում նոր անկախ մեր գոյության տարբեր տարիների պատկերներ ավարված մի հատ կինո։ Սրանք հիմա պրացի արձագանքներն են։ Զամեն Խաչիկյանի Սելավը լուսանկարչական ցուցահանդեսը փաստում է, որ լուսանկարը կարե պարզ փաստաթղթից վերածվե գրական կերպարի հավաքական հիշողության խորհրդանիշի, իսկ արվեստը աբստրակտ ընդհանրական լինելուց բացի շատ կոնկրետ է, ունե տեղ ու ժամանակ։ Ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը դիմալ անդիմադիր պատգամավորներին հորդորելով չմանիպուլացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման հարցը ընդգծելով գործերը շարունակվում են ու վերահսկվում։ Ճարտարապետ Անահիտ Արխանյանը հայտարարավ էր ընթացիկ վերանորոգման նախագիծը վնասում է հուշարձանը Քյոհնա դրենաժային համակարգը հաշվի չառնվալ, բազալտի թայզակարը տարբերվում են նախնականներից ու անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ որոշումներն մասնագիտական հիմքով ընդունելի հետի։ Յուրանսելավը նախարարության ուղարկված զեկույցներին պատասխան չի տրվել։ Անահիտ Արխանյանը կասկածում ավեր գործերը մինչև ապրիլ ավարտվելու շինարարական գրաֆիկի ու կազմակերպման բացակայության դարդան։ Ընդգծալավ էր նախարարությունը անտեղյակ չի խնդիրներն, բայց շարունակում են նույն նախագծավը։ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը սարքվել է 1967-ին նվիրված հայերի ցեղասպանության 2 միլիոն զոհերի հիշատակին։ Բաքվի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արդարություն, իրավունք ու ժողովրդավարություն կուսակցության նախագահ Հյուդրաթ Հասանգուլիևը Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարավ էր Բաքուն պիտի լուրջ բանակցություններ վարի Թուրքիա, Ռուսաստանի, Ամերիկայի հետ, չկապելով ազգային շահերը Հայաստանի ներքին քաղաքականության հետ։ Նշելով էր, եթե Երևանը միջանցքի պետսման վերաբերյալ օպերատիվ որոշումներ կայացնեվեջ, Բաքուն կարե դիմե ուժային տարբերակին տարածքը մաքրելի հետի, նկատի ունենալով Սյունիքի մարզը ու հետո այն միջազգային վերահսկողության հանձնելի հետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025-ի օգոստոսի 8-ի համաձայնագրերի շրջանակումը։ Հասանգուլիևը նաև նշելով էր Հայաստանը ձգտում է հարևանների հետ տրանսպորտային կապեր հաստատել Իրան հետի ձեռնտու պայմաններով, բայց չնայած Նախիջևան տանող երթուղու քննարկումներին հալամ կոնկրետ գործողություն ձեռնարկվում չի։ Վաշինգտոնյան հռչակագիրը ստորագրել է ՆԵՏ-ը հույսեր են իլալ ճանապարհի շինարարության շուտապույտ մեկնարկին հետ կապված, բայց մենք պարզ ատառնում էր հայկական անգինո պրոստը հանդարտվալա իվիլցրալա ինքը բացի այդ պատգամավորը հայտարարավ էր Բաքուն կարե Հայաստանին առաջարկել ստորագրել խաղաղության հուշակագիր, եթե վերջինս անհապաղ սկսե Նախիջևան տանող ճանապարհին սարքելու ու հետո համաձայնե Իրան սահմանադրության մեջին կատարե համապատասխան փոփոխություն։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը հիշեցնում ավեր Բաքվի ռեժիմը 1921 թվականից ի վեր բռնի ձևով օկուպացրել է Արցախը ու Նախիջևանա տարածքը, ու վեր այս սաղ մեղադրանքներն հակասում են միջազգային իրավունքին։ Մարալ Նայուրյան Պապան Արցախում հեքիաթը իրական պատմությունն է մեր կյանքից։ Սրա մասին Alpha News-ի ներդրությամբ ասալ է գրքի հեղինակ Մարինե Չարշավճյանը։ 2020 թվականի Արցախյան պատերազմանը յետը մունքնդաղ ընկլալը պրելիս ավելի կոնկրետ Մարտունիում։ Բեր վիդեոնումը հենց ոդք ընկտրել Մարտունի միանգամից սիրել ընկթա քաղաքին բնակիչներին թա քաղաքը։ Ու այս ամեն ինչը հինչվեր ըրալն կապրալն Արցախում փորձանք ամփոփինք հեքիաթի ձևով։ Մարտունիում հիմնադրամը այլալ վերտարբեր ծրագրեր այլալ իրականացնելիս ու այդ ծրագրերը միննել կաղանդ Պապի իների ծրագիրն էլ։ Որոշանք վեր պիտի կաղանդ Պապի հակուստեն կինանք ու քինյանք տարբեր նվերներ բաժանինք Մարտունա 39 հատ շեների խոխորձը։ Հեքիաթի հիմքում այդ պատմությունն է, մեր կյանքի պատմությունը նշալա ինքը։ Հեղինակին ասելավը գիրքը գիրելի մտահղացում առաջացալա հալամ 2 տարի առաջ, բայց սկսելի հետի ավելի շատ ոգեշնչալա աղջիկի 4 տարեկան Մարալը։ Վերջին շրջանում շատ այլալ մտածելիս թա Մարալի կին հունց պիտի պատմիմ Արցախի մասին, որովհետև ինքը կուճիր է ու շատ հիշողություն չունեն դղենի հետ կապված։ Ու մտածան վեր հեքիաթը լավագույն ձևն է պատմելի խոխորձու իրենց ապրած կյանքի կարևորերի մասին կամ կարևոր գաղափարներ փոխանցելի հետի եզրափակալա Չարշավճյանը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։